Հաջորդը նայում ենք կշեռքների համար։ Ինչ է սպասվում կշեռքներին հաջորդ շաբաթ, ապրիլի 26-ից մայիսի 2։ Անձնական կյանք, աշխատանք, ֆինանսներ և լրացուցիչ կարտ։ Նորից, երրորդ անգամ եմ արդեն այս կարտը տեսնում, երրորդ նշանի համար։ Տուն գալիս են շատ լավ նորություն, եթե նորություն եք սպասում, չգիտեմ, ընտանիքի անդամների կամ հեռու ապրող բարեկամների, ծանոթների մասին, անպայման լուրը կգա եւ շատ այսպես արագ կգա եւ կարծում եմ, որ հաճելի լուր կգա։ Մարդիկ, որոնցից էլ եմ ասում, վաղուց ինֆորմացիա չունեք, հարևան, ընկերուհի, չգիտեմ, ազգական, շատ վաղուց գնացել էին եւ իրենցից ինֆորմացիա չկար, հանկարծակի իրենցից կարող է ինֆորմացիա գալ, շատ կուրախանաք։ Եթե էլ եմ ասում, ինչ որ տեղեկություն չունեք, ինչ որ մեկից, ինչ որ մեկը պիտի կգա, այսպես նաև կարող է ոչ միայն լուրը գալ, այլև մարդը կարող է գալ։ Եթե կանգնած էին ինչ որ հարաբերություններում, տեղաշարժ չկար, կսկսի շարժվել ինչ որ բան, չգիտեմ, աղջիկ ու տղա մի անգամ, երկու անգամ շփվել են, չգիտեն, էլ հանդիպելու են, չեն հանդիպելու, հավանաբար տղան նորից կզանգի կամ կգրի եւ նորից կհանդիպեք, ամեն դեպքում անձնական հարաբերություններում կլինի շատ դրական տեղաշարժ։ Աշխատանքում էլ կլինի տեղաշարժ, դեպի հաջողություն, նավը կշարժվի դեպի հաջողություն, ձեռքբերումներ, բայց կլինի նաև աշխատանք, 10 ղարի ես տեսնում եմ, որ բավականին աշխատանք է լինելու, աշխատանքը ձեզ լավ տեղ է տանելու, այսինքն արժեք, այո, և չնայած որ աշխատանքը շատ կլինի, դժվար կլինի, բայց առաջ խաղացում կլինի, իսկ եթե ասենք կարող եմ ասել նաև ղարի 10-ով աշխատանք էր կուտակված էր վաղուց չեք կարողանում հասցնել, ետ էիք մնում, առաջ խաղացում կլինի, անպայման կկարողանաք, շատ կաշխատեք, նորմայից երևի սովորականից մի քիչ ավելի շատ, բայց անպայման գործը առաջ կգնա։ Ինչ եմ տեսնում կշեռքների համար ֆինանսներում, տեսնում եմ ամպեր են կուտակված, այսինքն ֆինանսներում ինչ-որ մի բան այնքան էլ այնպես չէ, տեսնեմ կարող եմ լրացուցիչ կարտեր հանել, տեսնել ինչու, ֆինանսներում մի տեսակ տխուր է, որտև ծախսերն են շատ, տխուր է, որտև ինչ-որ մի նոր բան եք ուզում գնել, գումարը չի բավարարում, պարտադիր չի, որ տխուր է, որովհետև գումար եք կորցնում, որտև ես գումար չեմ տեսնում, պարզապես ֆինանսական առումով դուք մի շաբաթ այնքան էլ ուրախ երջանիկ չեք։ Ընդամենը մեկ շաբաթ է, ես չեմ կարծում այդ խնդիր պետք է լինի։ Շատ հետաքրքիր հակասական կարտեր եմ տեսնում, տեսեք, այստեղ տեսնում եմ լիլիաները, տեսնում եմ այստեղ գեղեցիկ ծաղկեփունջը եւ տեսնում եմ առնետները։ Այսինքն, գիտեք, դուք շատ ոգևորված եք, շատ այսպես սպասում եք, մեծ ակնկալիքներով գումարներ եք սպասում, իրականում գումարը չի գալու։ Կամ չի գալու այնքան, ինչքան դուք ակնկալում եք, դրա համար էլ այսպես շատ հուզված վիճակում եք։ Կամ չի գալու, կամ քիչ է գալու ձեր ունեցածից, կամ եթե դուք ինչ-որ շատ ուրախ, շատ զվար նպատակով ինչ-որ մի բան եք ուզում գնել, իրականում կարող է չլինել։ Ասենք, չգիտեմ, որոշել եք ինչ-որ մի բան պիտի գնեք եւ հանկարծ գումարը չի բավականացնում ու դուք չեք կարողանում ձեռք բերել։ Առնետները նաև կարող են կորստի նշան լինել, հնարավորություն եմ կարծում եմ, ինչ-որ ֆինանսական հնարավորություն կարող եք կորցնել, ինչ-որ հույս էին տալիս, ինչ-որ մարդիկ լիլայով, ինչ-որ, չգիտեմ, շատ գեղեցիկ, այսպես գույնզգույն էր երևում, ֆինանսական ինչ-որ ծրագրի հետ կապված պլանները, բայց իրականում հնարավորությունը հեռանում է ձեզանից, այո, ինչ-որ տխուր, ինչ-որ անհանգստություն տեսնում եմ ֆինանսներում, բայց ընդամենը մեկ շաբաթվա համար է սա, և դա նշանակում է, որ մի շաբաթ հետո նորից կարող է արև դուրս գալ, ամպերը ցրվեն, և տեսնում եմ, այո, տեսնում եք, ամպերը ցրվեն ներողություն եւ արև դուրս գա եւ տեսնում եմ այո տրանսֆորմացիա այսպես բնականաբար երկար չի կարող լինել ընդամենը մեկ շաբաթվա ամեն դեպքում դրական փոփոխություն լինելու միգուցե ֆինանսները չեմ կարող ասել ինչի հետ էր կապված բայց ընդհանուր առումով
Ես մի շաբաթ, վատ շաբաթ չեմ տեսնում ձեզ համար։ Դուք ընդհանուր ձեր տրամադրությունը 9-ով շատ լավ է, շատ հետաքրքիր է։ Մի քիչ ֆինանսականը կարող է ձեզ անհանգստացնել մի քանի օր, բայց մի քանի օրվա ընթացքում, բայց դրանից հետո տեսնում եմ, որ փոփոխություն կլինի եւ կլինի դրական փոփոխություն։ Տեսնեմ կարող եմ լրացուցիչ եւս մեկ կարդանել։ Ընդհանուր ինչու էր կշեռքների համար այսպես աշխատանքը վատ չէր, դժվար էր աշխատանքը, բայց տեսնեմ ինչ կարող եմ լրացուցիչ երկու կարդանել կշեռքների համար։ Անձնական հարցերն էին լավ, աշխատանքը շատ էր, բայց էլի բացասական չեմ տեսնում։ Իրականում օգնող կարտերը շատ ավելի խճճեցին, քան թե ինչ-որ հարց լուծեցին։ Գիտեք, ես այսպես կարող եմ ասել, որովհետեւ շատ երկար չկանգնեմ մի նշանի վրա։ Ես կարծում եմ ամեն դեպքում սա նաև կախված է աշխատանքի հետ։ Կարող են որոշ քշերքներ ունենան այդպիսի պահ, որ աշխատանքի վայրում իրականում սա բավականին շատ աշխատանք է, բավականին ծանր աշխատանք է։ Այո, միգուցե հետո տանի դեպի նոր հնարավորություններ, բայց իրականում աշխատանքը շատ է եւ որոշ մարդկանց համար բավականին, այսպես ասեմ, ծանր է։ Իրենք իսկապես ի վիճակի չեն այսպիսի ծավալի աշխատանք կատարել, որովհետև ես տեսնում եմ այստեղ խոչընդոտներ աշխատանքի վայրում եւ ինֆորմացիա, չգիտեմ, ինֆորմացիան ինչի հետ է կապված, ղարի 7 ամեն դեպքում այնքան է լավ լուրջ չէ։ Միգուցե նոր էլի են աշխատանք տալիս, բայց ամեն դեպքում ես կարծում եմ, որ ծանրաբեռնված է լինելու աշխատանքը, ինչը իրեն բավականին այսպես ասեմ, անհանգստություն է պատճառելու։ Դրա համար էլ ամպերը կուտակված են, կարծում եմ, եթե կարողանամ կապել օգնող կարտերի, նաև եւս մեկ օրինակ կարող է լինել, որ դուք ուղղակի անհանգստանում եք, վախենում եք ձեր աշխատանքը կորցնել, որովհետև մտածում եք, եթե չկարողանամ այս աշխատանքը կատարել, այս ծավալի աշխատանք ինձ ակնկալում են, ես կարող եմ աշխատանքս կորցնել, սա միգուցե ձեր անհանգստությունն է ավելի շատ, որովհետև մի շաբաթից ավել աշխատանք է լինելու եւ ձեզ ահագին անհանգստացնելու է, աշխատանքը դե անմիջապես կապված է մարդու ֆինանսների հետ։ Իսկ այստեղ տեսնում եմ գերանդին, այո, գերանդին նշանակում է կտրել, հեռացնել։ Ես կարծում եմ, որ դուք այո դրանից եք վախենում, բավականին ծանրաբեռնված եք ձեր աշխատանքում եւ դուք անհանգստանում եք, որ դուք կարող եք ձեր աշխատանքը կորցնել եւ ձեր ֆինանսները կարող եք կորցնել աշխատանքը կորցնելու հետևանքով։ Բայց ես էլ եմ ասում, որովհետև ես լրացուցիչ կարդ որ հանում եմ, սա կոչվում է տրանսֆորմացիա, փոփոխություն։ Ես կարող եմ ասել, որ ամեն դեպքում այս վախերը դուք ունեք, հատկապես մյուս շաբաթ շատ ծանր է լինելու եւ ավելի եք անհանգստանալու, բայց իրականում փոփոխվելու է, եթե մյուս շաբաթ շատ ծանրաբեռնված է, դա դեռ չի նշանակում, որ այդպես ծանրաբեռնված աշխատանքը մնալու է։ Անկեղծ եմ ասում, ձեզ մխիթարելու համար չեմ ասում, ես այդպես եմ տեսնում, լավանալու է, փոխվելու է, այսպես չի մնա։ Այսինքն 1-2 շաբաթ լինում է այդպես ինչ որ աշխատանքի վայրում ծանրաբեռնված աշխատանք, բայց երկար չի տևելու։ Հույսով կտևի մի շաբաթ, դրանից հետո կանցնի։ Ես այստեղ իմիջիայլոց ստվերում տեսնում եմ մատանի, ձեզ կարող է գտնեք ինչ-որ մեկը, որ օգնի աշխատանքի վայրում։ Հասկանում եք, այսինքն դուք եթե մենակ չեք կարող, օգնություն խնդրեք։ Խնդրեք ինչ-որ մեկին, որ ձեզ կարողանա օգնել, մյուս շաբաթ կարողանաք հաղթահարել եւ դրանից հետո արդեն կթեթևանա ձեր վիճակը։ Այդպես էլ կարող եմ ասել։ Ես ամենայն բարիք եմ ցանկանում մի շաբաթ։